Պարոն վարչապետ, ես ձեզ հետ շատ սուղ խոսակցություն ունեմ, որովհետև այո, ճիշտ ասած ես զոհվածի մայր եմ։ Բազմիցս անգամ ձեզ նամակ եմ գրել, որ նամակի ոչ մի պատասխան չեմ ստացել։ Ինչով եք գրել։ Գրել եմ, անգամ առերեսում ձեզ եմ նամակ տվել, որ այդ հարցի շուրջ խոսանք, որը Ձեր անուն ազգանունը կհիշեք։ Իմ անունը ազգանունը Հակոբյանն է, Հրանտ Մանգասարյանի մայրն եմ, որը զոհվել է պահեստում հակատանկային նռնակի պայթունից ինքը իրանով 17 թվի։ Սակայն այդ հարցի շուրջ բազմաթիվ անգամ դիմել եմ ու այդ հարցի շուրջ ոչ մեկ չի քննարկել, գցում են մեկը մեկի վրա դատարաններով եւ այլն։ Դրա հարցով եմ էլի դիմել, ասել եմ որ այսպիսի բաներ է տեղի ունենում։ Հարցը որն այսինքն չի բացահայտվել, գործը։ Բացահայտվել է, լրիվ գործը բացահայտվել է, որը որ անփույթության իրանց պատճառով զոհ է եղել իմ հրանտ։ Այսինքն գործը գնացել է դատարան։ Այո, լիովին է դա։ Բա ինչն է խնդրեմը։ Խնդրեմը նրանումն է, որ օրենքի համաձայն պետք է իրանց անփույթության պատճառով փոխհատուցում անեին, որը որ զինվորական այդ ամեն ինչից ոնց որ ասած կտրված ենք մենք։ Ահա։ Այս հարցի շուրջ անգամ էլի դիմել եմ ձեզ։ Չգիտեմ, խի նամակը էլի ուղարկեցին Պաշտպանության նախարարություն եւ Պաշտպանության նախարարությունը էլի գցեց ձեզ վրա, ու սենց զոհվածի մորը գնդակի պես այս հարցում տշեցի։ Եկեք մի հատ կոնկրետացնենք էլի։ Տիկին Դավոյան։ Տիկին Դավոյան։ Մի հատ այստեղ խնդիրը հետեւյալն է, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու լինել չլինելու հարցի մասին։ Այո, այնտեղ որակավորում են այն փաստը, կներեք էլի, մի հատ հասկանանք, այսինքն ես հասկացա, որ միջև էսպա մերժվել է դա։ Մի հատ հասկանանք մերժման պատճառն ինչ է եւ մերժման պատճառը sense բան է ներկայացնում, որ Յանը դիրքերում չի զոհվել, բայց հերոսը ինքը իր էությունով ձեր ազգանունը ինչ է։ Հակոբյան։ Տիկին Հակոբյան, գիտեք, խնդիրը հետեւյալի մեջ է։ Զինծառայողների ապահովության հիմնադրամի շահառու լինելու համար կան որոշակի չափանիշներ եւ օրենքով սահմանված չափանիշներ եւ հանձնաժողովը նայում է այդ չափանիշներին համապատասխանում է թե չէ։ Հիմա եթե դուք գտնում եք որ ճիշտ չի ձեզ տրված պատասխանը, մենք մի հատ էլ կնայենք, տեսնենք։ Սենց բան կա, մեկը մեկին վրա գցելով դեպի դատարանը։ Հիմա ես իմ տղայից թուղթ ունեմ, կարամ ցույց տամ, որ շատ լավ։ Հայրենիքին պաշտպանության համար զոհվել եմ։ Շատ լավ։